Իրականում կյանքը խավար է, երբ չկա ձգտում։ Ամեն ձգտում կույր է, երբ չկա գիտելիք։ Ամեն գիտելիք ապարդյուն է, երբ չկա աշխատանք։ Ամեն աշխատանք անպտուղ է, երբ չկա սեր։ Իսկ երբ այս ամենի վերջն արդյունքն ես ուզում տեսնել, պիտի ճանապարհ ընկնես ու հասնես Վանաձոր։ Գիտելիք, աշխատանք ու սեր երկար փնտրելու կարիք չկա։ Ուղղակի ոտքերդ քեզ կտանեն դպրոց, որտեղ ակադեմիական կոչված ուսումնական գործընթացին ձեռք է մեկնում ու լրացնում մեկ այլ դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի սերունդ ծրագիրը։ Այն հատուկ, ավելի շուտ հոգեբանական, սոցիալ-հուզական ուղղվածությամբ վերապատրաստված ուսուցիչների միջոցով, որպես փոխակերպման ղեկավարներ, մի նոր ու ամուր օղակ է դառնում ուսուցիչ, աշակերտ ծնող հարաբերություններում։ Նորովի միմյանց կապում, հասկանալի, ըմբռնելի ու սիրելի դարձնում այս եռամիասնությունը։ Եվ ոչ միայն։ Սերունդը դասավանդիր Հայաստանի հանրակրթական դպրոցը զարգացնող եւ ամբողջական փոխակերպող նորարար մոդել է, որ մեկնարկելով 2020 թվականին 5 տարիների ընթացքում արդեն ծրագիրն իրականացնում ենք Հայաստանի 4 մարզերի եւ Երևանի 11 դպրոցներում։ Տարբեր մարզերում իրականացված մեր 5 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ սոցիալ-հուզական ուսումնառության վրա խարսխված կրթությունը լիովին նպաստում է երեխայի ամբողջական զարգացմանը, ուսուցչի մասնագիտական առաջընթացին, հետևաբար կարող ենք այսօր վստահաբար փաստել, որ սերունդի մոդելը լավագույնս աշխատող մոդել է կրթական համակարգի համար։ Սերունդ ծրագրին միանալու հայտ ներկայացրածների ցանկում առաջիններից էր Վանաձորի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ Դասավանդիչ հանուն Հայաստանի այս ծրագրի շրջանակներում մենք ունեցել ենք արդեն առաջնորդ ուսուցիչ մեր դպրոցում, որը 2 տարի անընդմեջ ծրագրի շրջանակներում եւ աշխատել է եւ բերել է բոլոր նորությունները դպրոց։ Մենք նրա միջոցով կարողացանք ճանաչել այս կրթական հիմնադրամը եւ ճանաչել կոնկրետ սերնդի մասին իմանալ։ Առաջին ծրագիրը, որ իրագործել ենք, դա շրջանն էր։ Շրջանը դա աշակերտները ձեռք-ձեռքի կլոր շրջան են բռնում, 10 րոպե շուտ դպրոց գալիս են, 9-10 բոլորը պիտի լինեն դպրոցում։ Համագործակցության մեջ շրջանը դասարանները կազմում են, օրվա ուսուցիչը պիտի հարցերը առաջադրի, հարցերը նախորդ օրը արդեն մեր էջում լինում է եւ բոլորը տեղյակ են ինչի մասին պիտի խոսեն։ Շատ հետաքրքիր հմտություններ են զարգանում, այսինքն նախ դատողություն, վերլուծություն, մտածողություն, թիմային համագործակցություն, խոսելու բառապաշարը ամեն անգամ զարգացնելու կարողություն, այնքան բան, որ ես համոզված եմ, որ երկամյա շարունակական գործընթացը բերելու է մի մեծ արդյունքի, հաստատ միայն սա, բայց սա ինձ թվում է միայն ծիծեռնակն է այս ծրագրի, միայն սա բավարար էր, որ ես հասկանամ, որ մենք ճիշտ ընտրություն ենք արել։ Ու երբ որ համեմատում ենք շրջանի հարցերի որակական պատասխանները, այդտեղ եւս ակնհայտ է, թե ինչքան են փոխվում երեխաները, երբ որ իրենց հնարավորություն ենք տալիս, որպիսի ազատ խոսեն։ Եվ աշակերտներից մեկը ասեց, որ հետաքրքիր է, բայց մենք այսքան տարի իրար այդքան լավ չենք ճանաչել։ Օրինակ, ես երբեք չեմ իմացել, թե իմ ընկերոջ սիրելի ֆիլմը որն է, թե իմ ընկերը ինչից է ուրախանում կամ տխրում, իսկ շրջանի հարցերը հենց այդպիսին են։ Այսինքն, երբ որ մենք տալիս ենք ակադեմիական հարց, որոշ աշակերտներ կարող են պատասխանել, որոշները ոչ, բայց օրինակ որն է քո սիրելի ֆիլմը, ինչն է քեզ ուրախացնում, այդ հարցերին բոլորը կարող են պատասխանել եւ երեխան ավելի վստահ է դառնում, սկսում է ավելի վստահ արտահայտել իր մտքերը, իր կարծիքը, իր տեսակետը։ Ես սերունդը նմանացնում եմ կողմնացույցի, որովհետեւ ինքը ոչ թե մտնում է դպրոց, որ ճանապարհը ասի այսպիսին է ճանապարհը, այլ տարբերակներ առաջարկի, ուղղություն ցույց տա, իսկ այդ ճանապարհը անցնելու մեթոդները, հնարները գտնում են ուսուցիչները, աշակերտները եւ ծնողները, ու մեր հաջողության գրավականը լինելու է հենց այդ համախմբված աշխատանքը։ Նույն ուղղվածությամբ է շարժվում նաեւ Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում։ Այստեղ էլ իրենց երազանքների հետևից գնալու ցանկությունը մեծ է։ Խոսում են իրենց երազանքներից, ապագա մասնագիտություններից ու նաև սերունդի օժանդակությամբ ձեռք բերված հմտություններից։
որ դպրոցում անցկացվում էին աշխատարաններ, աշխատարանների արդյունքում ես դարձա ավելի շփվող, ազատ կարծիքս կարողացա հայտնել։ Ինքերակոմ հանդիպումների ժամանակ ճանաչեցի ինքս ինձ, հստակ իմացա իմ թերությունները, առավելությունները եւ ակտիվորեն աշխատեցի հենց դրանց վրա։ Ցանկանում եմ դառնալ գրաֆիկ դիզայներ, այդ ամենին հասնելու համար հաճախում եմ պարապմունքների։ Այս ծրագրի շրջանակներում ես իմ դասարանի երեխաների հետ կարողանում եի շփվել ավելի ազատ եւ առանց կաշկանդվելու։ Այդ ծրագիրը ինձ ցույց տվեց իմ լավ եւ վատ կողմերը, այսինքն իմ բարենորոգման, բարեփոխման կողմերը, եւ ես իմացա, որ կարող եմ նույնիսկ իմ ծնողների հետ կիսվել իմ ամեն օրվա կատարած աշխատանքներով։ Երազում եմ դառնալ նկարիչ դիզայներ, մոդելավորող եւ հիմնականում աշխատում եմ իմ վրա, որպեսզի կարողանամ հասնել իմ երազանքներին։ Սովորեցի, որ ամեն ինչ կարելի է սկսել դեռ փոքր տարիքից։ Սերն ծրագրի ընթացքում հասկացա, որ պետք չի կաշկանդվել ամեն ինչից, այլ պետք է անդադ փորձել։ Թեկուզ մի քիչ էլ կշփոթվենք, բայց ոչինչ։ Որոշեցի, որ կարող եմ ես նաև բացել իմ խմբակը եւ երեխաների հետ կազմակերպեցինք փոքրիկ դպրոց։ Այնտեղ սովորում էինք նկարչություն, ձեռք բերեցի նոր ընկերներ, առաջ չէի շփվում այդքան շատ բոլորի հետ, բայց սկսեցի շփվել, խոսքս դարձավ անկաշկադ եւ սկսեցի ամեն ինչին ուրիշ կողմից նայել։ Երբ դեռ նոր պիտի ներդրվեին մեր պետության մեջ նոր չափորոշիչները, տնօրենների համար առաջին մարտահրավերն էր, թե ինչպես անել, որ սահուն բնականոն ընթացքով կարողանանք ներդնել նոր չափորոշիչները։ Այս փնտրտուքի մեջ բարեբախտաբար ես գտա եւ ծանոթացա Սերունդ ծրագրի հետ եւ հենց առաջին հայացքից, առաջին շփումներից հասկացա, որ ծրագիրը ինձ օգնելու է որպես տնօրեն, որ մեր դպրոցում այդ նոր չափորոշիչները ավելի սահուն կարողանանք ներդնել։ Ամենազգալի փոփոխությունը, որ ծրագիրը կարողացավ բերել մեր դպրոց, դա ծնողական համայնքի ներգրավության մեծացումն էր։ Որպես կանոն ավանդաբար ծնողները դպրոց հաճախում են միայն պլանային որևէ կազմակերպչական հարցեր քննարկելու եւ հաճախ նաեւ գալիս են դպրոց միայն այն պատճառով, որ իրենց երեխաների վերաբերյալ բողոքներ կամ խրախուսանքի խոսքեր լսեն։ Սակայն առաջին փոփոխությունը եւ նորությունը, որ ծրագիրը բերեց դպրոց, ծնողներին դարձրեց դպրոցի ընդհանուր համայնքի մեկ մասնիկը, մեկ բջիջը եւ այսուհետ ծնողների դպրոց հաճախելը պայմանավորված չէր իրենց աշակերտների վերաբերյալ որևէ կարծիք լսելու, այլ իրենք հենց ընդգրկվեցին ուսումնական process-ում։ Աղջիկս Սերունդ դպրոցի առաջի շրջանավարտներից է, իսկ տղաս այժմ սովորում է 21-րդ դպրոցում։ Իմ երեխաները բավականին փակ, ինքնափոփ երեխաներ են եղել, այս ծրագիրը մեծ հնարավորություն է տվել նրանց ինքնադրսևորվելու, իրենք իրենց ավելի լավ են այժմ ճանաչում, խոսում են իրենց ուժեղ կողմերի մասին, բարելավման կողմերի մասին, որպես ծնող, երբ գալիս ես դպրոց, մտածում ես, որ գնում ես հաստատ փողոքելու են քեզ երեխաներից, բայց ընդհակառակը գալիս ենք ու մեր երեխաների ուժեղ կողմերից են խոսում, տաղանդներից են խոսում, շնորհակալություն են հայտնում, որ մենք ունենք այսպիսի երեխաներ ու այսպես ավելի հաճույքով ես ուզում ու անդադ ես ուզում դպրոց գաս։ Դպրոցական համայնքի զարգացումը ծրագրից առաջ եւ հետո լիովին տարբերվում է, ինչ խոսք նորին ադապտացվելու մենք խնդիր ունեինք, բայց մեր համակարգողների շնորհիվ, ծրագրի առաջնորդների, դասավանդման առաջնորդի, ղեկավարի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք համագործակցելու միջոցով բոլոր դժվարությունները հաղթահարելու։ Մեր ուսուցիչները այս ծրագրի ընթացքում հնարավորություն ունեցան նոր մարտահրավերների, նոր մոտեցումների հետ կապված աշխատարաններ վարել եւ շատ ազատորեն հաղորդակցվել, ինչպես նաեւ այս տեխնոլոգիաների դարաշրջանում կիրառել ՏՀՏ մեթոդներ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել կյանքը։ Վանաձորի գահի անվան կրթօջախում սերնդի ներկայացուցիչը Մանեն է Կիրակոսյան։
նրա պատմությունը մի քիչ տարբերվող է մյուսներից։ Ես դիմեցի սերունդին բարոյհաջող անցա բոլոր փուլերը եւ զանգ ստացա անից Մկրտչյան Անիներ, ով ինձ ասաց, որ մանե դու պատրաստ ես գնալ Տավուշ, իմացի, որ սահմանապահ ներքին Կարմիր աղբյուր համայնքում ես դասավանդելու։ Փոքրինչ մտածեցի, որովհետև համայնք պետք է գնայի ընտանիքիս հետ եւ շատ պարտավորեցնող էր, որովհետև դու աշխատելու ես մի համայնքում, որը որ պատերազմ էր տեսել եւ պատերազմից հետո շատ դժվարություններ կային։ Սերունդի գործունեությունը այստեղ շատ սպասված էր այն առումով, որ երեխաները ծանր հոգեբանական վիճակներ էին տեսել, շատ մեծ էր հուսալքությունը, շատերի աչքերում կային այդպես թախիծ եւ տխրություն, որը որ հաղթահարել էր պետք։ Եվ մեր առաջին խնդիրը հենց դպրոցում համայնքում ապահովություն ստեղծելն էր, մի միջավայր ստեղծել, որտեղ բոլորը կերկխոսեին, իրար կլսեին, հոգ կտանեին եւ կապրումակցեին միմյանց մասին։ Այսպես Տավուշում մենք 2 տարի իմ ընկերների հետ Մայրամի եւ Դոնարայի հետ մենք կարողացանք ստեղծել այդ միջավայրը եւ ասեմ, որ հաջողված 2 շատ լավ տարիներ ունեցանք մենք, որը թե մասնագիտական առումով էր ձեռքբերումների տարի եւ թե անձնային աճի տեսանկյունից։ Այնուհետև ես որպես դասավանդման առաջնորդ Տավուշից միանգամից տեղափոխվեցի Վանաձորի գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց։ Եվ կրկին փաստենք, ամեն աշխատանք անպտուղ է, երբ չկա սեր։ Սիրով ու սրտով արված գործն է կապում նախ ինքներս մեզ հետ, մեր ընտանիքի ու երեխաների հետ։ Մենք շատ կարևորում ենք դրական խոսքի մշակույթը, մենք շատ կարևորում ենք երեխայի լսված լինելու եւ համագործակցային միջավայրում աշխատելու մշակույթը, մենք շատ կարևորում ենք ուսուցչի խոսքի եւ ժեստերի մշակույթը, որովհետեւ ուսուցիչը առաջին հերթին օրինակ է եւ ուսուցիչը այն մոդելն է, որին վաղը իր աշակերտը պետք է կամենա նմանվել։ Կարևորելով երեխայի անմիջական շահը եւ առողջ ու համապարփակ զարգացումը, լիահույս ենք, որ եւ կարևորում ենք, որ սերունդի մոդելը եւ երեխայի ամբողջական զարգացման վրա հիմնված սոցիալ-հուզական ուսումնառությունը մեկնարկվի դեռ նախադպրոցական կրթությունից։ Եվ լիահույս եմ, որ հենց սերունդը կդառնա այդ փոփոխության եւ նորարարության ջահագիրը։ Սերունդը սրտեր կրթող եւ սիրտը կրթելով դեպի հոգին եւ միտքը ավելի կրթելու մասին ծրագիր է։ Սա է սերնդի ծրագիրը։ Սերունդը սերունդ է կրթում։